Սիրելի քույրեր և եղբայրներ, այս գիրքը ծնվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ և իմ սրտի խոնարհ ցանկությամբ փառաբանելու Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Իմ միակ նպատակն է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա Սուրբ Հոգու ներկայությունը և Հիսուսի սերը իր կյանքում։ Թող այս գիրքը լինի ձեզ համար հոգևոր ուղեցույց, խաղաղության և հույսի աղբյուր, ուխտի նշան և Սուրբ Հոգու լուսավորություն, ինչպես այն լուսավորում է իմ սիրտը։ Փառք ու պատիվ Աստծուն այժմ և հավիտյան։ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան, Աստվածային քո սուրբ գրքում։ Հայրը և որդին մին են։ Աղոթք։ Գոհություն և շնորհակալություն ձեզ, իմ երկնային Հայր և որդի։ Գիշեր թե ցերեկ դուք պահում ու պահպանում եք ինձ չարից, նրա դիվական չար հնարքներից, հենց որ չարը մոտենում է ինձ, դուք ազատում եք նրա չար ձեռքից։ Երբ որ չարը փորձում է նորից մոտենալ իր սատանայական սուտ խոսքերով և իր կեղծ հնարքներով, ուզում է հափշտակել ինձ ձեր ձեռքից, հիշում եմ իմ Տիրոջ ճշմարիտ խոսքը. ոչ մեկ չի կարող իմ և իմ հոր ձեռքից ոչ մեկին վերցնել, քանի որ ես ու Հայրը մին ենք։ Ուստի գոհանում և շնորհակալ եմ ձեզ, իմ զորավոր Հայր և որդի, որ փակում եք բոլոր ճամփաները ինձ մոտեցող չարի։ Ամեն։ Աստվածային լույսդ երևաց։ Աստվածային լույսդ երևաց, և ամեն ինչ փայլեց, խավարը նահանջեց, ու քո փառքը ծագեց նաև իմ վրա, երբ խավարում էի, կանչեցիր ինձ, որ գտնեմ քեզ։ Ամեն։ Տերն ասում է. Ես խեղճինն եմ, ես աղքատինն եմ, ես հիվանդինն եմ, ես խուլ ու համրինն եմ, ես կաղինն ու կույրինն եմ, ես որբին ու որբևայրիինն եմ, ես ընկածին եմ, որ վեր հանեմ, ես հիվանդինն եմ, որ բժշկեմ, ես մերժվածինն եմ, որ մխիթարեմ, ես արհամարհվածինն եմ, որ սիրեմ, ես անարգվածինն եմ, որ սիրով գրկեմ, ես վտարվածինն եմ, որ ինձ մոտ ընդունեմ, ես հպարտինը չեմ, ես ստախոսինը չեմ, ես հարստահարողինը չեմ, ես գողինը չեմ և ոչ էլ մարդասպանինը, ես չեմ ուզում նրանցը լինել և անտեսվածին միայնակ թողնել։ Ամեն։ Աստվածային գիտությունը։ Օհ, դու մարդարարած, դու, որ պարծենում ես միշտ քո մարդկային գիտությամբ, աստղագիտությամբ, ֆիզիկայով, կենսաբանությամբ, մաթեմատիկայով, դու, որ դարձել ես համակարգիչ ստեղծող, լուսնի վրա թռչող, դարձել ես բժիշկ, պատմաբան, երկիր քննող ու տիեզերք զննող, բջջային հեռախոս օգտագործող, հեռուստացույց հնարող, իսկ ի՞նչ գիտես արդյոք քեզ ստեղծողի ու նրա իմաստության և անհասանելի մեծ գիտության մասին։ Արդյոք գիտես, որ ինքն է ստեղծել աստղերը և տվել նրանց բոլորի անունները։ Գիտես, որ նրա ֆիզիկան, մաթեմատիկան և մնացած բոլոր գիտությունները ինչպես ցանկանում է, այնպես էլ իր խոսքին ենթարկում է։ Իսկ դու գիտես, որ համակարգիչը իր խոսքով է գործի դրվում, նկարները և պատկերները աստվածային խոսքով իրական մարմիններ են դառնում։
իսկ լուսինը նրա խոսքով է հայտնվում և նրա խոսքով էլ անհետանում։ Դու գիտես, որ բոլոր հիվանդությունները նրա խոսքով են միանգամից բժշկվում և բոլոր վերքերը միանգամից չորանում, մահացածները նորից կյանքի են վերադառնում և մեռյալ հոգիները երկինք համբարձվում։ Դու, որ պատմաբան ես, երկինքը քննող և երկիրը զննող, գիտես, որ ինքդ նրա ձեռքով ես ստեղծվել, նրա խոսքով էլ կանգուն ես մնացել։ Աստվածային հեռուստացույցի ու հեռախոսի մասին գիտե՞ս, որ նրանք էլ ամենակարողի խոսքով են միանում, նրանք չունեն անգամ և ոչ մի մեխանիզմ, և երբ որ ասում է անջատվեք, անմիջապես անջատվում են։ Նրա հեռախոսը գործում է այսպես. երբ որ մարդը խոսում է մտքում, Տերը անմիջապես լսում է երկնքում։ Իսկ դու գիտես, որ նրա գիտությունն ու իմաստությունը չեն չափվում երբեք, ոչ մի մարդկային չափման միավոր իզորու չէ չափելու, ոչ երկարությամբ և ոչ բարձրությամբ, ոչ խորությամբ, ոչ էլ լայնությամբ չեն կարող ընդգրկել նրա մեծ ու անսահման գիտությունը։ Արդյոք ճանաչում ես դու քո ստեղծողին, նրա ստեղծած ողջ համակարգը, նրա մեջ գտնվող երկնային էակներին և նրան հնազանդ հրեշտակներին։ Աստծո խոսքում գրված է. «Պիտի կործանեմ գիտունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ»։ Ո՞ւր է իմաստությունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհի քննողը, չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի գիտությունը, քանզի աշխարհն իր գիտությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ։ Աստվածային գիտությունը բարձր է ամեն ինչից, մինչև մարդն այդ ճանապարհով չգնա, չի հասկանա ոչինչ։ Ուստի, սիրելիս, ընտրիր այդ ճամփան և մի վստահիր մարդկային իմացությանը, ինքն է, որ կբացի դուռը հավիտենական և կպարգևի քեզ շնորհ իմաստության։ Ամեն։ Տեր, քո Սուրբ Հոգով ծնեցիր։ Տեր, քո Սուրբ Հոգով ծնեցիր, խոսքդ լսող, կամքդ կատարող աղջիկդ դարձրիր։ Իմ աշխարհիկ կյանքի վերջի կաթիլները չորանում ու գնում են, և դրա փոխարեն քո հոգևոր ջրի հորդառատ գետերն են ծնվում իմ մեջ։ Իմ Տեր Հիսուս, դու ասացիր. ինձ հավատացողի միջից կենդանի ջրեր պիտի բխեն։ Ամեն։ Դաժան է կյանքը։ Դաժան է կյանքը, սակայն այդ դաժան կյանքի պատճառը մարդը ինքն է եղել։ Սկզբում Աստված արարել էր լավն ու բարին, դրել մարդուն պարտեզում Եդեմի, որ աստվածային ընկերությունը ճաշակի ու դրախտային կյանքը վայելի։ Մարդը որոշեց դաժան կյանքն ընտրել, մահն ու ցավը իր կյանքի բաժինը դարձնել։ Աստվածային խոսքին անհնազանդ եղավ, ստին ու կեղծիքին ընկեր դարձավ, ձեռքը մեկնեց արգելված պտղին, ենթարկվելով ինքը իր սրտի հաճույքին։ Սուտ խոսքի ճանապարհը ընտրեց, թշնամուն իրեն տեր դարձրեց։ Դաժան ու չար ճամփով գնաց և այդ ճամփից ետ չդարձավ։ Քննադատեց, մեղադրեց ուրիշներին, սակայն ետ չնայեց իր իսկ վատ արարքին։ Քննադատեց նույնիսկ երկնքի Աստծուն, կարծելով, թե այդ ամենը իրեն բաժին է ընկած Հայր Աստծուց։ Սակայն ավաղ մարդը ինքը ընտրեց դաժան ճամփան,
փոխելով դեպի վատը իր վառ ապագան, չտեսնելով իր անհնազանդ արարքը, երբեք չընդունելով իր սխալ վարքը։ Աստված նորից օգնեց մարդուն, որդին եկավ, փոխեց չարի ճամփան, դաժան կյանքից դեպի դրախտ։ Հիսուսը ենթարկվեց Աստծո խոսքին, ինչպես կվարվեր սիրող որդին, և ցույց տվեց պատիվ, սեր ու հարգանք, հնազանդ քայլ ու ճիշտ արարք։ Մեր փոխարեն նա ընդունեց չարչարանք ու ցավը, անարգանքն ու մահը, ժառանգելով հայրական սերն ու գահը։ Հիմա ունենք մենք ընտրություն՝ դաժան կյանք, թե աստվածային արքայություն։ Ամեն։ Որտեղ է կյանքը ավելի ապահով։ Որտեղ է կյանքը ավելի ապահով։ Այնտեղ, որտեղ Տերն է թագավորում։ Տիրոջ Սուրբ Հոգին է մարդկանց առաջնորդում, իր աստվածային սերն է պարգևում, մարդկանց իրար եղբայրներ դարձնում։ Որտեղ է կյանքը ավելի երջանիկ։ Այնտեղ, որտեղ Տիրոջն են հավատում, նրա բոլոր խոսքերին հետևում, լսում և հնազանդվում, պահում և կատարում։ Որտեղ է կյանքն ավելի խաղաղ։ Այնտեղ, որտեղ Հիսուսի խաղաղությունն են ընդունում, նրա խոսքերով առաջնորդվում։ Որտեղ են մարդիկ հավիտյան ապրում։ Երկնքում, իրենց Հոր գրկում, որտեղ ամեն ինչ հաճելի է ու ներդաշնակ, մարդ արարածը դառնում է ինչպես հրեշտակ, Տիրոջն է միացած, որ լինեն հաղթանակած, որ ամեն տեղ լինեն նրա պատվիրանները կատարված։ Երկնքում Հոր մոտ չկա կռիվ, չկա ատելություն, չկա վախ ու գայթակղություն, մարդը վայելում է անսահման ազատություն, էլ որտեղ կարող են մարդիկ ապահով, երջանիկ ու խաղաղ ապրել։ Իհարկե, մեր երկիր մոլորակում, եթե հասկանան կամքն աստվածային և քայլեն նրա հետ իրենց կյանքի բոլոր օրերին։ Ամեն։ Երկնքում է տունդ հայրական։ Եկա այսօր հորս տունը, տեսա այն ավերակ։ Շատ տարիներ էին անցել, երբ որ ես էի հեռացել։ Չկար հայրս, չկար մայրս, չկար և ոչ ոք մեզանից։ Ինձ զգացի օտար այնտեղ, օտար հողից ու ազգից։ Սիրտս տխրեց, հոգիս տանջվեց։ Կարոտից սիրտս ցավեց, արտասվեցի ու խորհեցի մտքերով ես տարածված։ Մեկ էլ հանկարծ ես զգացի մի ձեռք դիպավ ինձ հաճելի։ Սիրտս լցվեց ուրախությամբ, խոսեց քաղցր, ժպտաց բարի։ Դա Հիսուսն էր իմ սիրելի, նա փարատեց ցավը սրտիս, վերցրեց տխրությունն անցյալի, խոսեց մեղմ և սիրալիր, խոսեց սիրով և բարությամբ ու ինձ ասաց. դու մի տխրիր այս տան համար, չեն մոռացվել և ոչ մեկը, հայրդ, մայրդ և բոլորը գտնվում են երկնքում։ Երկնքում է տունդ հայրական, երկնքում է և օջախը ձեր պապենական, երկնքում է կյանքը հավիտենական, դու մի տխրիր աննպատակ, թե կորած է ամեն ինչ, երկնքում իմ մեծ ու անհատակ, չի կորչում և ոչ մի բան աննպատակ։ Քեզ մի զգա օտար, լքված և ամենքից վտարված, աչքիդ առջև դու ունեցիր աստվածային տունը երկնային, դու կգտնես բազում տներ, հարազատներ, ինչքան ուզես, կգտնես Աստված Տեր և Փրկիչ, կյանքն ուրախ է ու երջանիկ, լսվում է երգ ու անհոգ ճիչ։ Փոխվեց միտքս, փոխվեց կյանքս, երբ Հիսուսին ես տեսա, փարվեցի ես նրա ոտքերին, հավատալով նրա խոսքին,
Նրա սիրով ես լցվեցի, նրա խոսքին վստահեցի։ Տեսա իմ հայրական տունը երկնքում, ավերակներից սարքված, տեսա հորս, տեսա մորս, աստվածային սիրող գրկում էին նստած։ Ամեն։ Առանց լույսի կյանք չկա։ Առանց լույսի կյանք չկա, առանց ջրի կյանք չկա, առանց հացի կյանք չկա, առանց Աստծո կյանք չկա։ Հիսուսն ասաց. Ես եմ լույսը աշխարհի։ Հիսուսն ասաց. Ես եմ կենդանի ջուրը։ Հիսուսն ասաց. Ես եմ կենաց հացը։ Հիսուսն ասաց. Ես եմ կյանքը։ Հիսուս, երկնքից ես գալիս, կենդանի ջրի աղբյուր ես, ծարավին անջուր չես թողնում, քեզ մոտեցողին զով ջուր ես տալիս։ Ամեն։ Մեր Աստվածը, ագրոստիկոս Հայկական Այբենարյան։ Մեր Աստվածը ամրություն է, Աստվածը բարձրություն է, Աստվածը գիտություն է, մեր Աստվածը դատավոր է, մեր Աստվածը երջանկություն է, մեր Աստվածը զորություն է, մեր Աստվածը էություն է, մեր Աստվածը ընտրություն է, մեր Աստվածը թագավորություն է, մեր Աստվածը ժամանակ է, մեր Աստվածը ինքնուրույն է, մեր Աստվածը լուսավորություն է, մեր Աստվածը խաղաղություն է, մեր Աստվածը ծնող է, մեր Աստվածը կյանք է, մեր Աստվածը հարություն է, մեր Աստվածը ձայն է, մեր Աստվածը ղողանջ է, մեր Աստվածը ճշմարտություն է, մեր Աստվածը մխիթարություն է, մեր Աստվածը յուրահատուկ է, մեր Աստվածը նվիրված է, մեր Աստվածը շնորհաշատ է, մեր Աստվածը որդի է, մեր Աստվածը չնահանջող Աստված է, մեր Աստվածը պահապան է, մեր Աստվածը ջահ է, մեր Աստվածը ռաբի է, մեր Աստվածը սեր է, մեր Աստվածը վրիժառու է, մեր Աստվածը Տեր է, մեր Աստվածը րոպեի ստեղծողն է, մեր Աստվածը ցանկություն է, մեր Աստվածը ուրախություն է, մեր Աստվածը փրկություն է, մեր Աստվածը քաջություն է, մեր Աստվածը օդ է, մեր Աստվածը ֆիզիկական գոյություն է։ Ամեն։